տեսնելով, անարժան ղեկավարներին տեսնելով, ուրեմն սրբապիղծ, այսօր երկրում ոչ թե հերոսները տեղ ունեն, այլ գոմոսեքսուալիստները, ԼԳՏԲ-ն և մնացած ապրելակերպ ունեցող մարդիկ։ Ես զարմանում եմ, թե այսուր հասանք, պատկերացրեք, թե ու դրանով մեզ տանում են Եվրոպա։ Դուք հիշում եք Սոդոմ Գոմոր քաղաքների պատմությունը, և այդ ամեն մեղք այդ անեծքը թափավ և քաղաքները ավիրեց Աստված։ Ամբողջ Եվրոպան այսօր նախագահները երեխա չունեն, պատկերացրեք, երկրի պրեզիդենտները երեխա չունեն, ընտանիք չունեն, ու իրանք դրանով ուրախանում են։ Իսկ մենք գիտենք, թե մենք ինչ սկզբունքով ենք ապրել ու ինչ ենք արել ու ուր ենք գնում։ Պատկերացրեք, երբ որ հրեաները պատերազմի մեջ էին արաբների հետ Եգիպտոսում, նրանք ուլտիմատում դրեցին, եթե հանկարծ Երուսաղեմին բան եղավ, մենք կխփենք Սուեզի ջրանցքին, և այնտեղ բոլորը սսկվեցին ու խելոք տեղերը նստեցին։ Մենք այսօր այս պատերազմի ժամանակ կարող էինք խփել Բաքու Ջերյան նավթամուղին, և եթե իրենք չկատարեն Հայաստանի պահանջները։ Երբ որ ասում են այս վարչապետին, նա ասում է ինձ այդ Բրիջիտ Պետրոլիումի տնօրեն սեփականատերը անգլիացի է, ինձ զանգ տվել ասել է, որ հանկարծ դրան չխփեք։ Մի խոսքով ինձ խնդրել է, դրա համար մենք չխփեցինք, այսինքն մեր երեխեքը մահանան, ինչ եթե մեկը մի բան է խնդրել, դրա ինքը պետք է նրանց կամքը կատարի։ Երբ որ 4000 ադրբեջանցիներ հավաքվել էին իրար հետ, մենք այդպիսի զենքեր ունենք, որ կարող ենք այդ 4000-ին վերացնել։ Երկրի շտաբի պետը, նախարարը, ուրեմն պաշտպանության նախարարը զեկուցում է, ասում է թող զենք կիրառենք, չի թողնում, որովհետև ասում է միջազգային հանրությունը մեզ կասի, թե շատ մահ տվեց Ադրբեջանը։ Այսինքն մեր երեխեքը հեչ։ Եվ այսպես շարունակական։ Ուրեմն մոտ 5000 բայևոյ աֆիցերներ պատերազմից առաջ բանակից ազատել են Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Այն հրամանատարներին, որոնք պատերազմը հաղթանակել են, պատկերացրեք։ Բացի այդ ամեն ինչից, ուրեմն հակաօդային պաշտպանության 2 թե 4, ուղղակի լավ չեմ հիշում այս պահին, 2 թե 4 տեղեկություն, 4 զորամաս լուծարել են, այսինքն երկինքը թողնելով թշնամուն, դիտավորյալ, 5 միլիոն դոլարի զենք են թողել թուրքերին, միլիարդ տեղեկություն։ Դուք պատկերացնում եք, թե դա ինչ է նշանակում։ Աշխարհում նմանատիպ դեպք տեղի չի ունեցել, որ մի ազգը, եթե ուրեմն գրավում է մյուս ազգի, ուրեմն տարածքներն ու տներն ու քաղաքներն ու գյուղերը, հեշտ ու հանգիստ բանալիները հանձնեցին մեբելով, ուրեմն բոլոր գործարաններով, ամեն ինչ այսպես սիրուն թողեցին թուրքին ու ձեռքերը ծափ տալով թողին եկան, այսպեսի բան ով է տեսել աշխարհում։ Ամբողջ աշխարհը զարմացել է, թե ոնց կարող է այսօր կան մարդը, ուրեմն մենք այսքան տարիներ տուն սարքենք, հա, բանալիները տանք թուրքին, թողնենք երտանք ու չվառենք մեր տները։ Հələ մի բան է հիշում եք, գյուղեր կար, որ հանձնում էին, եթե որևիցե մեկը այրում էր իր բնակարանը, այդ մարդկանցի հիշում եք ինչ պրոբլեմ էին սարքում տեղի, ուրեմն ոստիկանությունն ու պետությունն ու կառավարությունը։ Մի խոսքով, ոչ ոք չի կարող կասկածել, որ սրանք հանձնել են, ծախել են ուրեմն Արցախը թուրքերին։ Ոչ մի մարդ չկա, որ դրա վրա կասկածի։ Իրանք մեկը մեկի վրա են գցում, բայց վերջում շաբիկները պատրվելու են։ Մի խոսքով, հիմա սրանք պայմանավորվել են իրենց պայմանագրերով 300,000 թուրքերի բերել լսեն Հայաստան։ Այսինքն այս Ալիևը, որ բարձրաձայն ասում է, Երևան է ասում, Գյումրի հետ կապված Համասյայի են հատվածները ասում է թուրքերը պետք է կան իրենց են տեղերը բնակվեն, ու Հայաստանում նմանատիպ։ Այսինքն ինչ է ստացվում, սրանք 10-ից 15 հատ ուրեմն այդպես ասեմ, ցրտում, այդ դապաստակը դենց է, չէ՞, դապաստակները այդպես են, սրանք այդպես երեխեք են բերում։ Մենք մի հատ, երկու հատ կամ 3 հատ պատրի տրակի։ 10 տարի հետո Հայաստանը ամբողջությամբ ղեկավարելու են թուրքերը։ Եվ այս ամեն ինչը տեսնելով, ես չէի կարող ձեռնպա մնալ։ Քաղաքի խնդիրը դա հավատացեք երկրորդական է, երբ որ նմանատիպ պատմական, ուրեմն հայրենիք կորցնելու վտանգի առաջ են կանգնած։ Եվ ինչ մյուսն ասեմ ձեզ։ Հիմա ուզում են ռուսներին հանել Հայաստանից։ Պատկերացրեք, եթե մենք 5 տարի խաղաղ ենք մնացել ամբողջ մեր պատմության մեջ, ուրեմն երբ որ մենք 75 տարի ռուսների հետ էինք, այդ ժամանակի Հայաստանը խաղաղ մնացել։ 1,2 միլիոն բանակ ունի,
երբ որ ռուսական դրոշակը այստեղից դուրս եկավ, ուրեմն 100,000 բանակը կմտնի ոտքով կերտակացնի մինչև ես չգիտեմ ուր, երկու կողմից։ Այսինքն պատկերացրեք հատուկ պետական ծրագիր է դրսի կողմից, հատուկ պետական ծրագիր է։ Այն ժամանակ, երբ որ մեծերը հիշում են, աղետի կոտին կառուցվում էր եւ հսկայական այստեղ շենք ուրեմն շինանյութ էր թափված, գումարները թափված, Հայաշեն ասում էր, թե մենք մեր ձեռքով մեր տունը պիտի կառուցենք։ Եվ ռուսերին այստեղից վռնդեցին 37 տարի մեզ պահեցին այս տնագներում։ Եվրոպական կուսակցությունները եւ եվրոպական մտածելակերպ ունեցող ղեկավարները իրենց գլխավորի առաջնորդությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա է ցավ են պատճառում ես իրենց, որ իր անունը հիշատակում են։ Քանդեցին ամբողջ գործարանները աղետից հետո եւ Հայաստանում։ Ամբողջ Հայաստանում գործարանները քանդվեց, փակվեց ատոմակայանը, Նայրիտը եւ Կիրովագանի քիմիական գործարանը եւ այդպես բոլոր գործարանները։ Պատկերացրեք, երկիրը շենանում է, երբ որ գործարան է լինում։ Ուրեմն գործարան եւ գյուղատնտեսական ոլորտը, որ գյուղատնտեսության նախարարությունը այսօր սրանք փակել են։ Քանդել են ամբողջ համալիրները, որ այն ժամանակ որ տեսնում էր, զարմանում էր, ցեղագատ այդ անասունները ստանում են, գիտեք ինչքան, ուրեմն հարյուրավոր տարիներ է պետք որ այդ տոհմային անասունները ունենային։ Մենք բոլորը վերացրեցին, քանդեցին ամբողջությամբ։ Այսինքն գյուղատնտեսություն չունենք, արդյունաբերություն չունենք։ Եվ այսօր կարող են սրանք խոսել։ Այսինքն պետությունը ասում է, ես գործարան չեմ կառուցում։ Ես սեփականություն պետք է չունենամ, բա ով պետք է ունենա։ Մի քանի անուններ են տալիս, այսինքն մի քանի մարդիկ կան, որոնք պետությունից հարուստ են այս երկրում, պատկերացրեք։ Ով է ասել, որ ջուրը պետք է լինի որևիցե մեկի սեփականությունը։ Ով է ասել, որ մոլիբդենը կամ ասենք հանկերը ոսկումեր Աստված մեզ համար այստեղ տվել է, այդ հանկերը եւ այդ հանկերը պետք է լինի մի քանիսի սեփականությունը։ Իսկ ինչի դա պետական սեփականություն չէ, ինչի մերը չէ, ինչի ժողովրդինը չէ։ Եթե դառնում է ժողովրդի սեփականությունը, ուրեմն բյուջեն 5 անգամ 10 անգամ ավելանում է։ Եթե մենք այսօր պատերազմի շեմին կանգնած պետություն ենք, ամեն րոպե մենք գիտենք, որ պատերազմ է լինելու։ Ինչի Հայաստանի Հանրապետությունը նորմալ զենք չի արտադրում։ Ինչն է պատճառը, որ դուք անգիր գիտեք, որ ղեկավարը կարող է չգիտենա, որ մեզ զենք է պետք։ Եվ աշխատատեղ են, ուրեմն ստեղծեք գործարաններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմին Հայաստանի Հանրապետությունը 110 տեսակի զենք է արտադրել։ 110 տեսակի, որից 30-40 տեսակ արտադրվել է Լենինագանում։ Պատմություն կա, գրքեր կա ինձ մոտ, հատիկ անունները կարող եմ մոտորելս ես բարձրաձայնել։ Ինչի համար չի աշխատում մեր այդ գործարանները, ինչն է պատճառը։ Ասում է թողանատները կան եւ գյուղատնտեսությունը զարգացնեն եւ զարգացնեն արդյունաբերությունը, պետությունը անելու բան չունի։ Բա պետությունն ինչու համար է։ Հարգերը բարձրացնի, ուրեմն այսօր այդ հարգայինին լցել են քաղաք, բոլոր կառույցները տուգանում են, չաչված աշխատող ուժը բոլորը դատարաններից դուրս են գալիս։ Այո, 1915 թվականին, երբ որ 1,5 միլիոն հայերի սպանեցին, կոտորեցին բարբարոս ազգը, եւ այդ ազգի հետ ուզում են սրանք բարեկամություն հաստատել եւ ասում են, թե առաջնային խնդիր չէ ցեղասպանության խնդիրը, պետության առաջնային խնդիր չի։ Միայն կարող է թուրքա հպատակը նմանատիպ խոսք ասել։ Միայն ու միայն ամբողջ աշխարհը ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Ոնց կարող է հայի տղեն Հայաստանի ղեկավարությունը կանգնի ասի, թե մենք ուրեմն առաջնային խնդիր չէ հայոց ցեղասպանությունը։ Ուզում են հայոց զինանշանի վրա էլ մասիսարը հանել։ Դուք պատկերացրեք, հայկական սիմվոլները, հայկական այդ ամեն ինչը ուզում են վերացնել։ Ընտուփ այսօր, եթե ինչ որ որևիցե մի հատ իրավաբանական ինչ որ կառույց ես բացում, եթե անունը դնում ես մուշ, սասուն, չգիտեմ, ես բան չեն թողնում։ Ու ընտուփ երեխեքի անուններն են փոխում, պատկերացրեք, հադուկ թուրքական ծրագիր է։ Դպրոցների հայ ժողովրդի պատմությունը բացեք, կարդացեք, նայեք, մեզ մոռացության են տալիս հայոց պատմությունը։ Սա հադուկ պետական քաղաքականություն է, թուրքական քաղաքականություն է։ Դպրոցներից հանել են քրիստոնեական պատմությունը։ Դուք պատկերացրեք, ով կարող է սա նմանատիպ գործունեություն կատարողները, այս սրա մանգլավիկներն են, որոնց ամեն մեկը ստից մտից պաշտոն են կրում, բերաններ ինչ որ մի բան են գցել, այնպես են պաշտպանում, այնպես են վատ զգում, բա այս ամեն ինչը անողին
Ինչ անուն կարող ենք տալ, հրի մետ բարձրազայն ասեք, ով են նմանատիպ մարդիկ։ Վերջացա, ուրիշ մենք շարով չենք տալիս, ինչ որ տեսնում ենք, ինչ որ արել եք, էդ ենք ասում։ Եվ 37 տարի թողնելով մեզ տնագների մեջ, հիմա որոշակի քաղաքային խնդիրներից ասեմ։ Ուրեմն իմ օրոք կառուցվեց 17,000 բնակարան, ուղղակի ես կրկնվում եմ, բայց էդ ուրիշ բան չունենք ասել, սա պետք է ասենք։ Իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան։ Բոլոր քաղաքապետերը իրար հետ 7,000-7,500 բնակարան են կառուցել։ Ես որ դուրս էի գալիս, Մուշ թաղամասում 500 բնակարանի հիմքերը գցեցի ու ամեն ինչ ծրագրերը տրված իրենց, մի հատ գնացեք նայեք հələ մի շենք կառուցել են ինձանից հետո։ Մի շենք ցույց թող տան։ Ասում են քաղաք եկել ենք կառուցում ենք։ Հələ մեկ թող ցույց տան դե այս քաղաքում իրանք ինչ են կառուցել։ Ես ուզում եմ իմանալ թե այս ԿՊ-ի օրոք այս քաղաքում ինչ է կառուցվել։ Ես կարող եմ ասել ինչ է կառուցվել։ Ասֆալտապատում ասֆալտի վրա։ Ինչի համար։ Դրսից փողերը ստանում են, դրսից նրանք են տալիս այդ գումարները, որբիսի Հայաստանը գցեն իրենց ուրեմն բանի տակ։ Ոնց ասեմ, ազդեցության տակ, այսինքն դրսից գումարները ստանում են ասֆալտի վրա ասֆալտ են անում։ Մենք ասում ենք, մեզ պետք է առաջին աշխատատեղ, և բնակարան Գյումրիին պետք է, և Հայաստանի Հանրապետությանն է պետք է աշխատատեղ, 12 միլիարդ դոլար եք վերցրել, 12 աշխատատեղ բացել եք, ստեղծել եք 12 աշխատատեղ, լավ ասում եք պետությունը սեփականություն պետք է չունենա, լավ պետությունը պետք է չունենա, գոնե այլ ձևով մոտեցեք, 0,25%-ով վարկեր եք վերցրել, հսկայական վարկեր, այդ վարկերը ում եք տվել, դու ասում ես, որ էի գալիս են, որ գողունը հետ վերադարձնեմ, դե հիմա բարձրաձայնի ասա, այդ վարկերը, ովքեր են վերցրել, անուն ազգանունները բարձրաձայնի, թող բարձրաձայնի այսօրվա վարչապետը, թե այդ վարկերը ում են տվել, կարող եմ ասել, նախկին վերադարձ, վերևի ամենավերևի չինովնիկներին իրենց հարազատներով, գումարները վերցրել են, բանկեր են բացել, բանկերը այսօր 18-ից 25%-ով վարկեր են տալիս, եթե մի երկիր ուզում եք քանդել, ուրեմն նայեք բանկային համակարգը ինչպես է գործում։ Աշխարհում չկա մի երկիր, որ ասենք, պատկերացրեք այս քանի երկիրն է, որոնք այդ երկրները ուզում են դրսի ուժերը քանդել, դրա համար 18-ից 25% վարկերը տալիս են ժողովրդին։ Ամբողջ աշխարհում, եթե ուզում են զարգանա պետությունը, 2-ից 4% է, ոչ ավել։ Որովհետև եթե մարդ այսօր մի բիզնես պիտի, ուրեմն կազմակերպի, իր շահույթը ընդամենը 20% պիտի լինի, ավելի չի լինի, չեն է թողնի մնացած կառույցները։ Այսինքն դու աշխատում ես միայն բանկերի համար, միայն իրանց համար։ Եվ դրա համար ժողովուրդը թողնում է Հայաստանը, լքում է Հայաստանը եւ գնում է, որովհետեւ չկա աշխատատեղ։ Իրենք լավ է ծրագիրը, թուրքական ծրագիր է, հիշեք սա։ Թուրքական ծրագիր է, որ 91 թվականին երբ որ անկախացանք, կար 3,700,000 բնակչություն։ Հիմա դարել է 1,800,000-ից 2 միլիոն։ Ինչի համար, որովհետև մարդը աշխատատեղ չունի, այստեղից գնում է։ Հիմա այն խոպանջիները, որ գնում են, գումար են վրեքը դրել տոկոս են դրել, որ եթե գումար ստացար, պետք է 10-20%-ը պետք է տաս պետությունը։ Հələ պատկերացրեք։ Հարկեր են դրել, որ մարդը գնաց է Ռուսաստան աշխատել է, գալիս էստեղ, հələ մի բան էլ է այդ գումարներից պետք է գումար տա, պետք որպես ինչ։ Այսինքն իրանք ասում են, որ գնացել եք երեխեքիդ կնկատել արստեղից տար։ Նպատակը սա է, որ այն նախկին ղեկավարը Լևոնը ասում էր, այս տարածաշրջանում պետք է ապրի 1 միլիոն բնակչություն։ Ինձ 300,000 հազարանոց լենինական պետք չէ, ինձ պետք է 10 հազարանոց գյուղաքաղաք։ Եվ դրա համար քանդեց ամբողջ քաղաքի արդյունաբերությունը։ Քանդեց եւ այն ժամանակ խորհրդային միության ժամանակահատվածում բոլորը դավ գիտեք, ովքեր իմ տարիքին են ինձանից մեծ։ Բոլոր գործարանները համալրվել է աշխարհի ամենաժամանակակից մեկենասարկավորումներով։ Եվ ճուլոշտի, եւ տրիկոտաժ, եւ մեասկոն, բոլոր այդպիսի մի հատ գործարան չի եղել, որ ժամանակակից իտալական, գերմանական, անգլիական մեկենասարկավորումներով չհամալրվեր։ Պետության աչքի առջև բոլորը վաճառվել է Թուրքիա, Պարսկաստան։ Եվ ես չգիտեմ որ երկրները, բայց պետությունը որտեղ էր։ Ինչի չէր տեսնում այդ ամեն ինչը, ինչի չէր կազմակերպում գործարանների ուրեմն շահագործումը։ Հիմա ճուլոշտու համար եմ ասում կոնկրետ։ Այս թաղամասից մեծ հսկայական տարածք սեփականաշնորհել են, չգիտեմ քանի կոպեկներով, ոչ ցեն են անում, ոչ ցուկ են բարձրացնում։ Իսկ այդ ճուլոշտին պահում էր Հայաստանի Հանրապետության պես մի երկիր։ Ինչի համար առողջացման ծրագիր չկա։ Ինչի համար պետությունը չի կանչում, չի քննարկում այդ խնդիրները, որ ինչի համար դու ինչ խնդրեմ ունես։ Սեփականատիրոջը օգնի, տեր լինի,
եւ ցավոք սրտից այն բարբարո անապատի։ Երկրի վարելահողերի 60%-ը չի մշակվում։ 60%-ը հիշեք։ Եթե մի երկիր 60% իր վարելահողերից չի մշակվում, այդ կառավարություններին գնդակահարել է պետք։ Միայն գնդակարել, ուրիշ ոչ մի բան։ Երկրի բարենային եւ ոչ բարենային ապրանքների 60%-ը ներկրվում է դրսից, 40%-ը Թուրքիայից։ Այսքան գիտական միտք ունենք, այսքան ինստիտուտներ ունենք, որ իրոք որ երկրում, որ Ամերիկա, Ռուսաստան կարևորագույն երկրներում նայում ես, իրենց ռազմական արդյունաբերության մեջ տեսնում ես, որ մի քանի հատ հայ գիտնականներ կան։ Ինչի՞ չեք հավաքում այդ մարդկանց բերում Հայաստան։ Ինչն է պատճառը, որ նորմալ զենք չեք արտադրում։ Տեսնում եմ, մի ստից բաներ ինչ որ տեսա մի քանի անգամ։ Լուրջ ռակետների, հրթիռների մասին է խոսքը։ Օրինակ հիմա իմ ծրագրի մեջ ռազմական դպրոց ենք բացելու։ Հիմա նայեք, այս թուրքական շները պետք է հարձակվեն վրեկս։ Քաղաքապետարան ռազմական դպրոց ենք բացելու։ Էլ եկեղեցի չեմ կառուցելու ես որպես անհատ։ Եվ ինչպես շատ ընկերներ ունեմ, եթե գումարներ ներդրում ուզեցան անել երկրի համար, ուրեմն ուղղորդելու եմ այդ ռազմական դպրոցին։ Մեր 8-րդ, 10-րդ դասարանի, ուրեմն երիտասարդներին պետք է սովորացնեմ այդ դպրոցում թռչող անոտաչու սարքեր պատրաստել եւ օգտագործել պարտադիր։ Եթե մենք հենց պատկերացրեք մի 30,000-ը 50,000-ը դմանատիպ բան ունենան, թռչող անոտաչու սարքեր ու ուղարկենք դեպի Բաքու, ինչ կլինի դրանց վիճակը, պատկերացրեք, սիրուն նստածներս։ Այո, պետք է սովորացնենք երեխեքին։ Որեգա, ուրեմն արագ կարգով աշխատավարձերը բարձրացնելու են 50%-ով, ոչ թե իրանց պես 1300 դրամ թոշակը բարձրացնում ենք։ Գիտեք, ես բարձրացրել եմ, ու չի ասում ինչքան, 1300 դրամ, բան, պատկերացրեք, էլի 1300 դրամ։ Իրանց վրայի շորերը, բաները, որ նայում ես, հասկացան ամեն մեկը, ես չգիտեմ քանի միլիոն դոլարանոց բանը շորեր են հագնում, բայց իրանք 1300 դրամ մարդկանց թոշակ են բարձրացնում, դե գնա խես ժողովուրդ, արեք ապրեք դրանց բարձրացածով։ Մի խոսքով, ուրեմն են բնակարանները, որոնք ստացել են գյումրեցիները եւ բաժանվել են երկու մասի, մի եղբայրը մնացել է տնակների մեջ ու մյուսը ստացել է, ասենք երկու սենյակ են ունեցել, այդ մարդիկ եղել են 6 հոգի կամ քանի հոգի, հիմա տարել են 14-18 հոգի, ասում են բոլորը իրար հետ պետք է գնանք այդ երկու սենյականոցի մեջ ապրենք։ Անհնարին բան է դա։ Մարդիկ ասում են, այն ժամանակ ինձ ասում են, չենք ստանում բնակարանը։ Մեզի մի հանեք այստեղից։ Կամ տվեք մենք գնանք այնտեղ, թողեք մենք էլ այստեղ մնանք։ Ու քաղաքի ճարտարապետական տեսքին չի խանգարում։ Ինչի համար չեք տալիս որ։ Ինչի համար չեք տալիս։ Ես ինչքան կարողացել եմ տվել եմ։ Հիմա որ եկա, եթե քաղաքի ճարտարապետական տեսքին չի խանգարում, բոլորը օրինականացնելու եմ, հիշեք, մի բան չեմ թողնելու։ Եվ ոնց որ ուրեմն 100 միլիարդից 120 միլիարդ դրամի մասնավորը շինարարություն է արել իմ օրոք։ Ինձ ասում են, դե գյումրեցիները հարստացել են, ասում են, չէ, հախեր չեմ վերցնել, չեմ տանի, բերեմ մարդկանց արագ կարգով տալիս եմ։ Հələ ինձանից հետո նայեք, հələ սրանք քանի բնակարաններ, շին թույլտվություն են տվել, հələ մի հատ հարցրեք։ Հələ մի հատ հարցրեք, թե սրանք, եթե ուզում են քաղաքը ծաղկի, քաղաքի ծաղկելու համար առաջինը դա պետք է արվի։ Յուրաքանչյուր քաղաքապետի գնահատականը, եթե ուզում եք գնահատական տալ քաղաքապետին, պիտի հարցնեք, փոքր եւ միջին բիզնեսը զարգացած է քաղաքում թե ոչ։ Շինարարությունը արվում է թե ոչ։ Եթե ոչ, այդ քաղաքապետին բռնտել է պետք կամ լուրջ պատժի պիտի կանգնեցնես, որովհետև եթե քաղաքապետը չի ուրախանում իր քաղաքում շինություն կառուցելու, այդ քաղաքապետը թուրքից ծերված է կամ ասենք թուրքական ծրագիր է կատարում, լավ իմացեք։ Այսպես է, ես ուրիշ բան չեմ կարող բնութագրել։ Մի խոսքով, իմ օրոք 100-ից 120 միլիարդի մասնավորը շինարարություն է արել։ Հիմա 30-ից 50 շինթույլտվություն են տվել։ Իմ տված շինթույլտվությունները մարդկանց ձեռքին չեն կարող իրանց կենցաղ սպասարկման կամ բնակարանները կառուցել, պրոբլեմ են ստեղծում։ 7 սանտիմետր աճ է թեքված ձեր նախագիծը ու 10 տարի դենց սպահում են։ Ամբողջ դատարանները գտեսես, որ մարդիկ դատարաններում բանկերից գումարները վերցրած դիտավորյալ տանում բերում են անխիղճ տանում բերում են։ Այնքան երեցին որ այնտեղ են մեքենայով մտավ քաղաքապետարանի շենքը։ Հիշում եք։ Մյուսներ եկան փող քաղաքապետին կաբինետի մեջ ծեծեցին։ Հա, ես դες ման կյանքում իմ օրոք չի կարող, որևէ մեկը դες բան անի։ Բայց եթե ես նույն ձևով շարունակեմ, ով ուզում է սեղիչկանը խիստ տղամարդ տեղնից
Եթե այդպես անես, անպայման կանեն քո նկատմամբ։ Բայց ես այնպեսի հարաբերություններ էի ստեղծել ժողովրդի հետ, որ ասում էին գնանք մեր հերանց տունը, գնանք ճարահաջյալ մարդիկ եւ մնացածը, գնանք մեր հերանց տունը։ Ոչ թե այսօր բոլորը 70-50% լցված է դատարանները հենց քաղաքապետարանի կողմից ու մնացած պետական կառույցների կողմից։ Մի խոսքով դա վերացնելու է այդ ամեն ինչը։ Չեմ ասում մշակույթային կառույցների վերաբերյալ։ Ուրեմն այստեղ վերևը մի քիչ դուք լավ գիտեք, որ Շիրազի տուն թանգարանը վերակառուցել եմ։ Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը վերակառուցել եմ։ Մեհեր Մկրտչյանինը բացել եմ, նոր եմ ես եմ սարքել։ Փողոցը կոչել եմ Բարբետաց փողոց։ Ասլամազյանների տուն թանգարանը վերակառուցել եմ։ Ուրեմն Մերկուրովի տուն թանգարանը այսինքն ինչ որ տեսնում եք ես եմ արել, էլի։ Հիմա որ բերում են ցույց են տալիս բան, այդ ով է արել որ դրանք։ Այդ ով է արել։ Այս արձանախմբերը, որ ամեն տարի այս իշկան, որ արձանախումբ կա, բոլորի տակը գրված է Վարդան Ղուկասյան, բոլորի։ Հələ բայց գնացեք հələ վիճակը նայեք։ Հələ գնացեք նայեք այդ արձանների տակի այդ քարերը, բաները ինչ վիճակի մեջ են, ճեղքած, պոկված։ Հոգատար վերաբերմունք չկա։ Հոգատար վերաբերմունք չկա։ Այդ լողավազանը քաղաքի, որ կառուցել տվեցին, մեծ ջանքերով, մեծ չարչարանքով։ Հələ գնացեք մտեք այդ լողավազանը։ Ընտուք զամոք, այդ իրա բաներ այդ ռուշկեքն ու չգիտեմ այդ զամոքներն ու բաները հələ գնացեք մի հատ տեսեք խայտարակ վիճակի մեջ։ Ուրեմն ընտուք բանը չեն միացնում այդ վենտիլյացիոն սարքերը չեն միացնում։ Եկուց միսօր այդ կտուրը բլվելու ընկնելու է գլխներին, քսեմ ինչի չեք միացնեք, սա փող չկա։ Հələ պատկերացրեք, ու բայց այնքան հաջախորդ կա, այնքան մարդ գնացող կա։ Եթե մի քիչ խորանաս կտեսես, որ ես իմ ուր է գնում այդ գումարները։ Ես եմ սարքել, Ես եմ ցավում, իմ սարկած է, որ քայլում եմ։ Վարդան Մամիկոնյանի տագի հասկացար արձանախմբի, այդ բաները պոկված մռամռները մոտիկ չէին գալիս, լույսերը չէին վառում, խաչքարերի պուրակ սարքեցին, խաչքարերի դեմի լույսերը կողացան տանան չեմ ասում ով, իրանք տարան իրանց բաները վառեցին, մինչև հիմա այդ խաչքարերի լուսավորությունը չկա, այսինքն տարբերությունը սարսափելի է եւ անհամեմատելի է, մնացածն Ինչ ենքան բան կարող եմ թվարկել, ենքան բան կարող եմ ասել, որ չեմ ասում անցումները, հրաբարակի անցումները, հասարակ բան պատկերացրեք։ Հիմա տեսեք հրաբարակի, մեքենաները շատացել է քաղաքի, փառք Աստծո որ շատացել է։ Բայց տեսնում եք ինչ վիճակում է։ 4-5 ուրեմն մուտք կա հրաբարակում։ Չեն կարող տալ, կանչեն մեկին ասեն, քեզ տալիս եմ սեփական հիմունքներով։ Դու սարկում ես Բայց դա օգտվելու է ժողովուրդը խանութներ ունեցեք, շահույթ հետապնդեք, հասկացար, բայց դա քաղաքին կծառայի եւ ուրեմն անցումներ կլինի։ Կամ քաղաքապետարանն է սարքում, վարսակալությամբ այդ խանութները տալիս է ժողովրդին։ Ուրախությամբ կվերցնեն, եւ շրջարան, եւ ամեն ինչ այդ հատվածը ամենաբանուկ տեղերից մեկն է։ Այնքան այդպիսի ծրագրեր ունենք, որ կարող ենք բոլորը հետ հադիկ ասելու ենք։ Տրանսպորտի վերաբերյալ։ Իմ ժամանակ մոտ 70 միլիոն տրանսպորտից գումար էր մտնում քաղաքապետարանի բյուջե։ Հələ գնացեք նայեք հիմա ինչքան գումար է մտնում քաղաքապետարանի բյուջե։ Այն մեկը կար, մի հատ սդից, մի հատ կլաբուզնիկ կա, անունը չեմ ասում, բոլորը գիտեք։ Փողոցային ուրեմն այդ բաները, ստայանքի հետ կապված։ Մարդիկ այդ կանգառներից կարելի է 100-120 միլիոն ուրեմն եկամուտ բերել քաղաքապետարան։ Ուրեմն մի հատ կառույցի ձեռքից վերցրեցին։ Հələ գնացեք նայեք 10 կոպեկ մուտք արվում է քաղաքային բյուջե։ Հələ գնացեք նայեք։ Մի քանի հոգեստու այս 10 տարի օգտագործում են։ Հետ ցեները դուրս չկա եւ մնոնց բոլոր pedagogan կառույցների։ Այսինքն իրանք իրար մեջ սիրուն բանը բարև ցես տեսություն էլի բանը մենք այդ ամեն ինչը հասկանում ենք։ Էլի առաջ անգամ եմ ասում չնայած սասական չէ որ էսենց բաներ ասեմ։ Ուղղակի ես ասում եմ որ հասկանաք թե ով են, ինչ են ու սրանք ովքեր են, այդքան բան, ուրիշ բան չունեմ ասելու, ասֆալտի վրա ասֆալտ չեն անում, թեկուզ ամենափրկիչ եկեղեցու հետևի այդ ամբողջ այդ պուրակը, այդքան գումար են ծախսել, դրա կիսով ես այդ ամեն ինչ կվերջացրեի կամ կիսով, ինչի համար այդքան գումարը ծախսեցին, քաղաքապետ հրաբարակի շադրվանները 17 ձևի ես բան էի արել, ուրեմն սարքել էի 17 ձևի աշխատում էր, ինձանից հետո 40-45 միլիոն դրամ են տվել, Ինչ են արել, ինչ են փոխել շադրվաններից, հələ մի հատ թող ասեմ։ Արվոչի, ու գույնը հələ տեսեք, այդ գույնը իրանց գույնին է, կաբուտը սիրում է։ Մի խոսքով։
Ուրեմն շատ եք կանգնեց յանտակը, ես շատ բան կարող եմ ասել, ես մի բան կարող եմ ասել, եթե ինձ չնդրեք, ուրեմն կշահի իմ ընտանիքս, ես մեջ դոբրոցիմ իրանց հետ կրված եմ այս պահին, իրանք ոչ մեկը, և աղբեր, և տղա, և աղջիկներ, և մնացածը, և աղբորս է, բոլորը չեն ուզեցել, որ ես առաջադրեմ իմ թեկնածությունս, կշահեն իրանք, բայց եթե ընդրեցիք ինձ, կշահեք դուք քաղաքը և երկիրը, առաջ Աստված շնորհ